Բարերեկո, 2015 թվական դեկտեմբերի 1 ասել է թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է 5 օր, եթե այսօրն էլ արդեն համարենք ավարտված, ուրեմն 4 օր։ Քարոզչությունը թևակողել է ամենավերջին դրամատիկ փուլը, ոչի կողմնակիցներն այն նշանավորում են Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքով եւ խոստանում են, որ այն շարունակական է լինելու եւ ապահովելու է ոչ միայն ոչի հաղթանակը, այլև հասնելու են իշխանափոխության։ Այոյի ճակատը մոբիլիզացնում է իր բոլոր ուժերը, ռեսուրսները այոյի հաղթանակը աներկբա եւ անվիճարկելի դարձնելու համար։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ մշակութաբան Սամվել Շահինյանի հետ, բարի երեկո, թեև ասում եմ մշակութաբան, չգիտեմ, որովհետեւ ձեզ գիտեն ոչ միայն մշակույթի ոլորտում, այլև քաղաքական, գիտական, մշակութային, բոլոր հնարավոր ոլորտներում դեռևս շարժման տարիներից։ Զրույցի սկզբում մեջբերում եմ ուզում անել, պարոն Շահինյան, հայրենիքը պետք է տարբերակել եւ անպայման տարբերել պետությունից։ Մենք մեր կյանքը տալիս էինք հայրենիքին, իսկ պետությունը ստեղծեցինք որպես հասարակական հարաբերությունների բարձրագույն աստիճան ու արժեք։ Եթե դեռ պետությունը անկատար է, իսկ իշխանություններն ու չինովնիկները հոմո սովետիկուս, դա դեռ չի նշանակում, որ պետությունը ժողովրդինը չէ, ուղղակի ժողովուրդը ընդհանրական արժեհամակարգին դեռ նոր է տիրապետում։ Հայրենիքը պետություն չէ, բայց պետությունը պետք է, որ ժողովուրդս ազգ դառնա։ Հիշում եք, ով է հեղինակը։ Ես արդեն մոռացել եմ, որտեղից եմ գտել։ Հիշում եք, Չէ, ֆանտաստիկ է։ Նույնիսկ չեմ հիշում այդ գրառումը որտեղ եմ կատարել կամ որտեղ եմ հրապարակել։ Ես գիտեմ, ես գտել եմ։ Հիմա ուզում եմ սրանից սկսենք Եվ հարցս այն է, թե ինչպիսի պետություն է պետք, որ ժողովուրդս ազգ դառնա։ Այդ ձեր պատկերացրած պետության համար ինչպիսի կարևորություն ու դերակատարություն ու նշանակություն ունի կառավարման համակարգը, կառավարման համակարգի այսպիսին կամ այնպիսին լինելը։ Գիտեք, ես կամ դուք որպես սովորական մահկանացուներ, որպես քաղաքացիներ, միշտ էլ երազում ենք օրինապահ ճիշտ ազնիվ, արդար իշխանություններ, որ մեր աշխատանքով, մեր քրտնքով կարողանանք ապրել։ Մեր ուժը շատ բան չի։ Իսկապես այդպես է։ Իսկապես մեծ մասը այդպեսին է։ Ասում եմ մեծ մասը, նախկինում ամբողջ հայ ժողովուրդն էր այդպես, բայց տեսեք, սկզբում թուրքական, հետո ռուսական կաշառակեր հասարակությունը, հետո սովետական կեղծ բարեպաշտների իշխանությունը։ Հիմա վերջապես մենք կարծես թե թոթափել ենք այդ ամենի ազդեցությունը, բայց ազդեցությունը չենք թոթափել։ Մեր մեջ դեռ նստած է այս վերջին 300 տարվա պատմությունը։ Այնուամենայնիվ, ցանկացած փողոցային ելևէջներով ապրող այն քացով մանեկող տղաները նույնիսկ աշխատող տղաներ են։ Ուղղակի իրավիճակի բերումով, պահի բերումով երևի թե որոշել են, որ դա է ճիշտ ապրելակերպը եւ ամբիցիաների դրսեւորումը ոչ թե գիտության մեջ, ոչ թե հողի վրա աշխատելուց, մրցակցության պայմաններում, այլ իշխանության մեջ։ Այլ իշխանության մեջ էլ չէ։ Դիմացինն ապացուցել, որ ինքը ավելի լավ տղա է։ Այդ լավ տղայի գաղափարը գնալով խորանում է, որքան կուտակվում է կապիտալի կուտակումը մասնավորներից ոման ձեռքերում, այնքանով նրանց զավակների մոտ խորանում է այդ ընթարումները։ Այդ խեղճերը չեն էլ հասկանում, որ ընտանիքով զոհ են գնալու իրար հետ այդ մի կտոր ամբիցիայի վրա։ Սա թողնենք մի կողմ։ Ժողովուրդս իսկապես ուզում է աշխատել, ապրել եւ ամենակարևորը, որը նաեւ պատճառը է արտագաղթին ահավոր, անօրինականություններն են։ Այսինքն ուզում է աշխատել ու ապրել օրինական միջավայրում։ Օրինականության հիմքը օրենքը ընդունելն է բոլորի կողմից։ Դες դեպքում սահմանադրություն, օրենքների օրենքը։ Գուցե թե, այսինքն սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ հետագայում օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը իրենց մեջ չպարունակեն այնպիսի ենթատեքստեր, որ հնարավորություն տա, ինչպես առաջին սահմանադրությունում էր, առաջին սուտ եմ ասում, առաջինը եղել է 7-րդ դարում, երկրորդը եղել է
երկրորդը օրենսգիրքը եղել է Մխիթար Գոշի օրոք եւ վերջապես հայկական առաջին եւ աշխարհում առաջին սահմանադրությունը Շահամիրյանների կողմից Ու առաջինը անկախ Հայաստանի երրորդ հանրապետության մասով միշտ ապեք Շահամիրյաններինը ավելի հետաքրքիր էր որովհետեւ եւ գիտեք ինչն էր հետաքրքիր քանի որ խոսքը ասավ դրան մի կողմ թողնենք մեր բոլորիս հանապազորյա հացի խնդիրը, որը կապված է ուղղակի օրինապաշտության եւ օրինական դաշտի հետ, որը գոյություն չունի, մի պահ դամոռանանք, մի հատ պատմականորեն հիշենք։ Մխիթար Գոշ, չէ՞։ Հետո գալիս ենք Շահամիրյաններ։ Հետո գալիս ենք հռչակագիր։ Որովհետև թագավորի մասին խոսք կա, նախագահի մասին խոսք կա, այս երեք սահմանադրություններում։ Տեսեք, երեքն էլ ստեղծվել են մեր ժողովրդի համար չափազանց ծանր օրհասական վիճակներում։ Մխիթար Գոշը դա գրեց այն ժամանակ, երբ Վրաստանում հայ զորավարների միջոցով այսպես զարթոնք էր ապրում ազգային վերելքը, գրավում էին անին, հասկանում ես, այնտեղ այս պահը մի պահ մոռանանք։ Երբ է ծնվում սահմանադրական իրավունքի խնդիրը։ Երբ է ժողովուրդը գալիս այն եզրակացության, որ պետք է ինչ-որ մի բան անել եւ հայտնվում է այն խեղճ ու կրակը, որ պիտի նստի ու գրառի դա։ Հիմա այդ խեղճ ու կրակի դերակատարումը կոմիտեն է կամ խորհուրդն է կամ մասնագետներն են, իսկ նախկինում դա ինքնաբուխ հայտնվում էր մեկը։ Այսինքն դա պատմական հարայություն էր, որովհետեւ ամեն օր էլ կարող է ծնվել մեկը, որը գրառումներ է անում։ Բայց այդ գրառումները մեզ չեն ասել, որովհետեւ չի ընդունել ժողովրդի կողմից։ Եթե Մխիթար Գոշի դատաստանագիրքը ոչ միայն մեզ է ասել, այլ հասել է Լեհաստան եւ այնտեղ կիրառվել է բազմաթիվ տարիներ, հիմքեր եղել են դրա համար։ Հիմա Մխիթար Գոշի դատաստանագրում մենք տեսնում ենք համայնավարության պահը։ Եվ մի շատ կարևոր պահել ենք տեսնում։ Մխիթար Գոշի դատաստանագրում չեն դատապարտում մեղավորին, այլ պնդում են, որ նա վերականգնի վնասները։ Պատկերացրեք։ Այսինքն սա հանդուրժողականության եւ միասնական կառավարման եւ պարլամենտարիզմին հասնող շատ հետաքրքիր իրավիճակներ են։ Չկա որևէ տող թագավորի եւ թագավորի իրավունքների ու պարտականությունների մասին։ Տեսեք, Շահամիրյանների մոտ շատ հետաքրքիր խնդիրներ կան։ Ես համեմատական անալիզ արեցի, ես նախագծի եմ։ Հասկանալի։ Եվ տեսեք, որ շատ հետաքրքիր է ստացվում։ Նորից թագավորի մասին ոչինչ չկա, բայց կա պետության խնամքի հետ կապված խնդիրը, ժողովրդի հետ խնամքի հետ խնդիրը, որբ երեխաների հետ կապված խնդիրը, տղամարդու եւ կնոջ իրավունքի խնդիրը, շատ հետաքրքիր մի պահ կա, էլի, եթե ասում է տղամարդը ոսկե խթաններ է կրում կամ բան, նա 5 ոսկի պիտի մուծի պետության գանձարկղ, որովհետեւ տղամարդուն չի սազում, էլի, գեղեցկանալ, իսկ կինը ինչքան ուզում է, թող ոսկեղեն կրի։ Այսինքն տարանջատված էին ընդհուպ միջև կնոջ եւ տղամարդու իրավունքները։ Լավ, դրանք թողնենք, հիշենք մեր հախուռն շարժման 1988 թվականից մինչև 91 թվականի հախուռն շարժումների արդյունքում ծնված մեր առաջին հռչակագիրը։ Տեսեք, եթե դուք ուշադիր նայեք բոլոր նախկինում եղած օրենսդրական ակտերի, սահմանադրության օրենքների այդ ամբողջ համախմբի մեջ, ապա կտեսնեք, որ ներդաշնակ է։ Այսինքն, երբ անմիջականորեն Եվ այսինքն թագավորի մասին էլի խոսք չկա։ Նայեք, հռչակագիրը կա։ Ինչով է հետաքրքիր, երբ որ մենք հախուռն, ազնիվ, առանց որևէ, հիշեք, որ առաջին պարլամենտի մեջ 70%-ը նոմենկլատուրան էր կոմունիստական։ Տղեկն էլ էին համաձայն, էտրոպեին իրենք հայ էին։ Հետո նորից հիշեցին ռուս եղբայրներին, որ իրենք փոքր եղբայրն են։ Բա մենք անտեր ենք, մեզ պիտի պաշտպանող լինենք, կամաց նորից դառան սովետական այն նույն մարդիկ, ոնց որ միշտ եղել են։
ամբողջ խնդիրը այն էր, այդ պահին այդ ոգևորության ալիքի տակ բոլորը ազնիվ էին։ Բայց ինչպես է որ այն ժամանակ եւ Գոշ եւ Շահամիրյաններ թակավորի մասին խոսք չի եղել այդ փաստաթղթերում, թակավոր չենք ունեցել կամ թակավոր, չէ, Շահամիրյանների ժամանակ չենք ունեցել, Գոշի ժամանակ չենք ունեցել, իշխաններ ունեցել ենք, ղեկավարներ ունեցել ենք։ Չէ, նույնիսկ երբ որ թակավոր ենք ունեցել, ես իմ կարծիքն եմ ասում, դա գիտական խորը հետազոտությունների հետևանք չէ։ Պարզապես ընդհանուր մակերեսային հետազոտությունները ցույց են տալիս, որ որևէ թակավոր մեր իրողության մեջ չի ունեցել այնքան զորք, որքան երկու հզոր իշխաններ իրար հետ։ Բայց երբևիցե թակավորի խոսքը գետնով չեն տվել կոպիտ ասած։ Այսինքն նա եղել է ոնց որ Անգլիայի թակուհին, բայց մի քիչ ավելին։ Իսկ ինչպես եք վերաբերում այն ժողովրդախոսական լեզվում ընդունված ձևակերպմանը, թե մենք թակավոր չսիրող։ Հա, որովհետև ճորտել չենք ունեցել։ Եթե թակավոր է, ուրեմն պետք է ստրկացնի մյուսներին։ Թակավորը մի սիրում է, չէ, որ իր քղանցները լիզեն։ Լավ, այդ պարագայում եթե Գոշի Շահամիրյաններից գալիս հասնում ենք մինչև այդ հախուռն շարժումը, ինչ հռչակագիրը։ Հետո բա ինչպես եղավ, որ մենք գնացինք դեպի պայմանականորեն ասած, հա, ճակերտավոր թակավորական կամ մեր տերմինաբանությամբ արդեն նախագահական համակարգին, այդ ինչ պատահեց։ Կոնկրետ ասեմ, մենք չգնացինք։ Պետությունը սկսվեց որպես խորհրդարանական, ճիշտ է։ Միանշանակ եւ խորհրդարանական պետության պայմաններում սաղմերը ծնվեցին բանակի, որը այսօր բավականին հզոր է։ Տեսեք խնդիրը։ Դուք այդ տարիներին падգամավոր եք եղել։ Նաև падգամավոր եք եղել։ Ինչպես եղավ, որ առաջացավ սահմանադրություն ունենալու հրամայականը եւ ընդ որում ոչ թե այդ նախընթաց տարիների պատմության փորձը հաշվի առնելով Գորս Շահամիրյաններ մինչև հռչակագիր, այլ դեպի նախագահական կառավարման սահմանադրություն։ Ազնվորեն ասած, պարլամենտում շատերն էին դեմ դրան, որովհետև կար հռչակագիրը, մեզ սահմանադրություն պետք չէր։ Նաև հարցեր բարձրացան, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք սահմանադրություն չունեն եւ ապրում են։ Այն ժամանակ խնդիրը այսպես ներկայացրեցին, որ բայց այն երկրները, որոնք որ չունեն սահմանադրություններ, նախադեպի իրավական հիմքով է եկել, նախադեպով է, որ Ամերիկայում վհուկներին վառելու օրենքը դեռ պահպանվում է։ Բա որ հանկարծ մի խելագար դատավոր սկսի վառել դրանց։ Պատկերացնում ես, մեկին որոշեն, որ վհուկա ու վառեն։ Նո աբսուրդ է, էլի։ Այսինքն սահմանադրությունը անհրաժեշտություն էր։ Չէ, սահմանադրությունը անհրաժեշտություն չէր իմ կարծիքով, որովհետև կար հռչակագիրը, որը իհարկե ներկայացնում է որպես մածուցիկ, խախոտ, ինչ որ ամորֆ մի բան, այդպես չի։ Ուշադիր նայեք, տեսեք, որ բան է։ Այնուամենայնիվ, երբ որ ես կարդացի այս շատ գրագետ գրված նախագիծը, հիմա մենք ինչ որ ունենք։ Ինչպես հիմա ինչ որ ունենք այս նախագիծը։ Ասեմ, որ չափազանց գրագետ է գրված եւ բավականին մոտ է մեր հռչակագրի։ Բավականին մոտ է։ Ամենակարևորը, որ այստեղ տեսնում եմ եւ ինձ ոգևորում է, դա իրավունքների տարանջատման եւ վերահսկողության մեխանիզմների արկայությունն է, արդեն տեսանելի է։ Գործողում չկար։ Ձեռեք առնում։ Ուզում եք օրինակ բերեմ։ Բեր։ Մեր մոտ հիմա ընդունված է, չէ, պետությունով սկսած ուսանողներով հանդերձ բոլորը կոռուպցիայի դեմ կռվում են։ Այսինքն փնտրում են մութ սենյակում սև կատու, որը չկա։ Իրականում մեծ սպիտակ կատուն պետական համակարգի ձևով կանգնած է։ Կանգնած է։ Բերեմ կոնկրետ օրինակներ, որովհետեւ մեր կապարոնոց չլինի։ Ինչպես եք պատկերացնում, որ մեր գործող սահմանադրության պայմաններում վերահսկող մարմինը վերահսկվող մարմնի ենթական լինի։ Հա, Արկային ու Մաքսայինը ֆինանսների նախարարությունում են։ Այսինքն, այսօր Հայաստանում բյուջե ինչքան փող է մտնում, ինչքան է դուրս գալի, ինչ շրջանառություն կա, մի մարդ գիտի, դա պրեզիդենտը չի։ Նախարարը։
Միայն մյուս աբսուրդը ընդերքի հետ էկոլոգիական խնդիրների հետ կոչում է բանը անկախ փորձագիտություն։ Անկախ փորձագետներին նշանակում է նախարարությունը։ Հաշվետվությունը տալիս են նախարարությանը եւ հետարքիր այն է, որ ենթարկվում են նրան ուղղակի գծով։ Հիմա ամենահետարքիրը այս անկախ փորձագետների կամ ընդերքի հետ աշխատանքները կատարող ինչ որ պետական մարմնի անուններով չեմ հիշում հիմա, էլ այնքան սենց խուճուճ անուններ են, բայց էությունը չի փոխվում։ Իրավունք են տալիս ինչ որ մեկին, ասենք ընդերք շահագործելու եւ մերժում են։ Այնինչ մինչ այդ նախարարը տվել է թույլատրություն եւ ամեն ինչ։ Փորձաքննությունը ցույց է տալի, որ պետք է մերժել։ Հետաքննությունը ցույց է տալիս, որ պետք է մերժել։ Ստացվում է այնպես, որ նախարարի ենթակա վերահսկող մարմինը մերժում է նախարարի որոշումը եւ հերքում է նրա ասածը։ Ինչ որ աբսուրդ չեք տեսնում։ Հա։ Այսինքն լիքը օրինակներ կարելի է բերել։ Այսինքն այս սահմանադրությունը ցույց տվեց, որ այսօր ամբողջ խնդիրը այն է, որ նույնիսկ ինքը նախագահը ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնելու, որովհետև օրենքները կարող են գործել միայն այն դեպքում, երբ հասարակական կարծիքը կամ հասարակական միտքը դրանից չի փոթորկվելու, հասարակական պահանջի եւ դրանից բխող արդեն այդ պահանջը կանոնակարգելու խնդիրներն են ծագում։ Հասարակական պահանջը այսօր նորմալ ապրելն է։ Իշխանականների հասարակական պահանջը փոքր մասի, որը լիքը մարդիկ է պահում կերակրում, որոնք էլ հասարակական կարծիք են ստեղծում, բայց դա թյուր կարծիք է։ Իրական կարծիքը ներքևում սովածներինն է։ Հիմա այդ հասարակական կարծիք ստեղծողները ասում են հիմի ես կոպիտ փողոցային լեզվով եմ խոսում։ Հիմի Քոչարյանն էլ լավ, թե Սերժը։ Քոչարյանի վաղ շենքեր էինք սարքում բան, Սերժը վատն է։ Ես հիմա չեմ հասկանում, ինչ տարբերություն որ նախագահն է լավը, որն է վատը, իրանք ֆունկցիոներ են։ Սահմանադրության ֆունկցիաներն են կատարում։ Եթե ինձ որևէ մեկը սկսի համոզել, որ որևէ նախագահ կարող էր իր իրավունքները կիրառել ավելի քան սահմանադրորեն իր համար նախատեսված էր, կներեք ես չեմ հավատա։ Միակը, որը չի գերազանցել իր իրավունքները, նույնիսկ շատ նվազ է իրականացրել, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բայց բռնապետից էլ վատն էր։ Պատկեր շատ հասարակ, ես օրինակ ինչի պետք է իր օրոք նստեի։ Երբ Վազգեն Մանուկյանը ընտրվել էր նախագահ, իսկ ես գնացի հայտնվեցի նորից մի 10 օրով կամ 20 օրով, լավ, մի ամսով Բերդում հայտնվեցի, ինչի համար։ Իմաստ է։ Ես ճշմարտությունն էի ասում եմ եղբայր, ընտրվել է, տեղը զիջի։ Մեկը զիջելու է, չէ՞, որովհետև դու խախտել ես։ Պատմությունը նման դեպքերի պակաս չունի։ Դուք ձերն եք ասում, հա, բայց հաջորդների ժամանակներն շատ ավելի քիչ է օգտվում անսահման հնարավորություններով ընձեռնված իր իրավունքներով նախագահի։ Նա հրաժարական տվեց, հրաժարական չտար։ Իրեն ստիպող են մի քանի հոգուն ձերբակալել ու մնար դիկտատոր։ Չէ, օրինակ են բերում։ Ուղղակի ինքը այդպեսին էր, ինքը չօգտվեց այդ իրավունքից։ Ուղղակի ժողովրդին ասել։ Այսինքն գալիս եք էլի այն մտքին, որ այս սահմանադրության պարագայում թեև հասարակությունը բարի թակավոր է երազում, բայց այս սահմանադրությունը հնարավորություն չի տալու բարի թակավոր ունենալ, այսպես մոտավորապես հա ձեր ասածը։ Ոչ մի հնարավորություն չի տալու ոչ մեկին օգտվել կամ շահարկել։ Տեսեք, նորից եմ ասում։ Գործողի Լևոն Տեր-Պետրոսյանին տրված էլ բոլոր իրավունքները, ինքը հրաժարական տվեց։ Ռոբերտ Քոչարյանը հիմա բավականին լուրջ անհանգստություններ է հայտնում, որ այս նույն նոր սահմանադրությունը շանս չի տալու իրեն վերադառնալ։ Իսկ միջից ասեմ բոլոր նախկին նախագահները ու չհաջողված նախագահները, որոնք ուզում էին դառնալու չդարձան, բոլորը հիմա իրենց գիշերը քնում վեր են կենում, պատկերացնում են նախագահ։ Հիմա իրանց ձեռքից իրենց ամենասիրելի եւ երազած խաղալիքը գողանում ենք։
ժողովրդով էլի, եթե ժողովուրդը իհարկե մի փոքր ճիշտ մոտենա հարցին, մենք թույլ չենք տա այլևս որևէ մեկին իր անձով գերակայի բոլորիս վրա։ Հերիք է, էլի։ Կամ իրանք պիտի ծառայեն մեզ, կամ իսկապես հերիք է։ Բայց ինչից է որ այս ձեր ասածը հանրային ընկալման մեջ այլ կերպ է, այլ դիտանկյունից են նայում։ Ասում են, չէ, թող մնա այսպես, թող լավ թագավոր լինի, լավ նախագահ ունենանք եւ ամեն ինչ լավ կլինի։ Ով է ասում, ժողովուրդը մեծ մաս չգիտի ինչ է կատարում, բացարձակ չգիտեն, չեն կարդացել։ Աբսուրդի ազնող բաներ եմ կարդում այդ Facebook-ը, այսինքն հրաշալի մի միջավայր է, որտեղ կարող ես բոլորին հասկանալ, բոլորին տեսնել։ Աբսուրդ բաներ են գրում, հաղթանակի կեսն է, չէ ասելը։ Ինչին չէ ասես։ Ինչին, ես ուզում եմ նոր սահմանադրությանը։ Կարդացել են, ինչին են չէ ասում։ Դե, եթե նույնիսկ չեն կարդացել, եթե նույնիսկ նույնս մի մասը կարդացել են, մի մասը չի կարդացել, ասենք թե չեն ասեցին, ինչ իշխանության մասն է խոսքը։ Այսինքն այսօր ընդդիմադիր ամբողջ զանգված է, իմիջիայլոց հիացած չեմ, այս կառավարությունով կամ իր արասներով։ Աստված մի արասը։ Օր չի անցնում, որ ես գրպանից փողերը հաշվեմ, մտածեմ այս էլեկտրականության վարձը ոնց եմ տալու։ Հարցը դա չի։ Հարցը մեկ այլ բան է, եւ ես հույս չունեմ, որ այս սահմանադրությունը անցավ, անմիջապես ամեն ինչ փոխվելու է։ Աչքիս առաջ մոտ 7 տարվա գործընթաց կա, մինչև սահմանադրությունը դառնա օրենք եւ կիրառելի։ Բայց դա է ճանապարհը, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ուրիշ երկգոյություն չունենք, պարզապես չկա։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, այսօր հասարակության մեծ մասը վստահելով կոնկրետ մարդկանց, որոնց ազնվությունը ես էլ չեմ կասկածում, իսկ այդ մարդիկ այն ճանապարհ այլևս չտեսնելով, որտեղ բոլորս ենք փակողու առաջ, ժողովուրդն էլ է փակողու առաջ, իշխանություններն էլ, ընդդիմություններն էլ, ձևը գտել են հետևյալ ձևով, դե որ ինք ասում է, մենք ասելու ենք չէ, եղավ տղերք, դա ձև է։ Ինչ անշանակում, եթե իշխանությունները ասում են, այո, ուրեմն տակը մի կեղտոտ բան կա։ Ես ձեզ վստահ եմ ասում, այդ ընտրությունների օրերին կամ հետո մի հատ նորից շփվեք հանրապետականների հետ։ Ես վստահաբար եմ ձեզ ասում, նոր սահմանադրության նախագծին ամենամեծ հակառակորդները պետք է լինեն տեսականորեն, գործնականում չգիտեմ, տեսականորեն պետք է լինեն ՀՀՇ-ն եւ հանրապետականը։ Որտեղ երկուսն էլ սովորել են տոտալ իշխանության։ Ալնի պապան գնան մոտը, հետը զրույց անեն, իշխանությունը կիսեն, իրաց մի բաժինը վերցնեն, գնան վայելեն։ Ես պարզ փողոցի լեզվով եմ ասում, որտեղ ժողովուրդը այսօր ինչ որ անում է, դա ֆանտաստիկա, դա անհնարին բան է։ Ինքը իր դեմ է աշխատում։ Ես դրա համար այսօր խոսում եմ չափից դուրս բարձ։ Կարող եմ ակադեմիական, լուրջ, գիտական տերմիններով խոսել։ Ով կա հասկանա, ես դրա համար պարզ եմ ասում։ Ժողովուրդ, սիրելի ժողովուրդ, ասենք թե, դուք ինձ միայն մի հարցի պատասխանեք, ավելի հեշտ է մեկ մարդու համոզելը, թե 101 մարդու կաշառելը։ Կոնկրետ եմ ասում, բոլորս էլ գիտենք, որպեսզի մի գործ անես, այսօր գոնե, այդպես է, եթե մի գործ անես ազատ բիզնեսի պայմաններում, պետք է վստահ լինես, որ որևէ մեկը չի գալու ոտը չի տրորելու։ Դրա համար պիտի պապան մի լավ բան ասի։ Հիմա այդ պապայից ազատվում ենք, ձեռք ենք բերում 101 պապայիկներ, վատ է, դե գնացեք 101 պապայիկի կաշառեք, չեք կարողանալու։ Շարունակենք այն, ինչպես դուք եք ասում, ես պայմանականորեն ասած փողոցի կամ ժողովրդախոսակցական լեզվով։ Արի ժողովրդավարիչ խոսենք։ Այսքան է Էրիկ։ Չէ, դե արդեն մնաց մեզ մի 5-6 րոպե, ինչ մնաց որ չխոսենք։ Լավ, հիմա եթե փոխում ենք, պապան այլևս չկա։ Ինչ ենք անելու։ Չէ, կա ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը իր գործով է զբաղված։ Եվ ինչպես ասեմ ձեզ, նախագահի իրավունքների այս կրճատվածության պայմաններում շատ լավ կլներ, որ նախագահը արտակարգ իրավիճակներում իր ձեռքը վերցներ իշխանությունը եւ ունենալ որոշակի իրավունքներ, որոնք որ սահմանադրությամբ ամրագրված լինեին։
Այսա շատ հետաքրքիր Արտակարգ իրավիճակներում արտաքին սպառնալիքները նկատի ունեք, արտաքին իհարկե ոչ ներքին։ Ներքինը ժողովուրդը եթե ամբողջ ստացել է, որ պիտի գլորի իշխանություններին, պիտի գլորի։ Եթե ճնշում է ժողովրդին, ավելի վատ բան է ստացվում։ Ցանկացած անգամ, երբ որ զսպանակը ճզմվել է միջև ներքև, հետևանքը արյունալի է եղել։ Շատ ավելի լավ է այդ զսպանակը բացվի։ Թեկուզ հենց իշխանական կողմից զոհաբերություններով։ Ինչ է եղել, մյուս երկրներում չեն անում այդպես։ Սա ճշմարտություն է, օրինակ, սրանից մի 5 տարի առաջ Չինաստանը նույնիսկ գնաց մեծագույն զոհաբերության։ Իր կենտկոմի 7 անդամներից մեկին գնդակ արեցին, որովհետև կաշառակ էր։ Նման բան Չինաստանի պատմության մեջ գրեթե չէր եղել, էլի։ Այսինքն կարող էին, ասենք, ինչ որ մեկը դեմ էր գնացել գաղափարախոսի։ Մի խոսքով դուք ինձ հասկացաք, այսինքն ցանկացած զոհաբերություն մնացածի խաղաղությունը պահպանելու համար պայմանականորեն ընդունելի է։ Պայմանականորեն եմ ասում, որովհետև անիրավական որևէ բան ընդունելի չի երբեք։ Բայց այս դեպքում եթե ժողովրդին դու իսկապես հունից անել ես այս ժողովրդին, նա ոչ մի այդպիսի զոհաբերությունը չի հասկանալու, նա մինչև վերջ գնալու է։ Պարաշարյան, դուք ներքուստ հավատ ունեք, վստահություն ունեք, որ երբ որ փոխենք այս սահմանադրությունը, երբ որ ձեր ասած պապան այլևս չլինի սահմանադրորեն, մենք էլ կփոխվենք դրա հանգույն համապատասխան այդ սահմանադրությանը եւ կկարողանանք թոթափել թեկուզ թող ոչ մի տարվա թող լինի ձեր ասած 5-7 տարին այդ պապայական մտածելակերպը, չգիտեմ, այդ ագահությունը, այդ սահմանադրության թղթերը հաշվի չառնելու այդ ամեն ինչից կազատվենք ու կապրենք ձեր ասած այդ ընտանիքի նման, երբ որ ամեն մեկ Չէ, եկեք սխալվենք։ Խնդիրը դա չէ, խնդիրը հետևյալն է, այս սահմանադրության նախագիծը, որ ես տեսնում եմ, այլևս հնարավորություն չի տալիս բացարձականացնել ինչ-որ բան։ Բայց հնարավոր է, որ իշխանությունը բռնի կերպով տիրապետած իշխանական մի մասը, արհամարելով այդ օրենքները, ինչպես որ նոր օրինակ բերեցի մեր կոռուպցիայի այսպես հուշարձան հանդիսացող կառավարությանը։ Հուշարձանն է, ֆանտաստիկա է, բայց մենք այդ նույն կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Եթե նման երևույթ լինի, ժողովուրդը այլևս ոչ կլսի, ոչ բան, կամաց կսկսի ուժեր հավաքել բնազդական։ Դա բնազդական է կատարում, 88 թվին ոչ մեկ չէր կազմակերպել մեր զինված շարժումը։ Եվ հետևանքները դաժանալնելու մեր բոլորիս համար։ Ես խոսում եմ այն օրենքի կամ ժողովրդական ու իշխանական կողմերի միջև համաձայնության թերթիկի մասին, որը կարող է դառնալ լրջագույն փաստաթուղթ, սահմանադրություն։ Այնտեղ գրանցված կետերը հոգեհարազատ են իմ ժողովրդի թե պատմությանը, թե կենցաղվարությանը, թե համատեղ ապրելուն։ Եվ քանի որ 2 տարի հետո է գործառույթի մեջ մտնելու, այնուհետև մեզ պետք կլինի առնվազն փորձաշրջան մի 3 տարի, որից հետո վստահ եմ, որ ազատ մամուլը, իսկ այդպիսին հատուկենտ հələ պահպանվել են դեռ, կարձագանքի, դրսից էլ ճնշումներ կլինեն, ներսից էլ, եւ կձևավորվի վերջապես այն մտայնությունը, որ գերակայողը օրենքն է, իսկ գերազանցողը մարդու իրավունքները։ Եվ այլևս մարդը չի ստորացվի իր երկրում։ Ես անձամբ բազմիցս թե պատգամավոր ժամանակ եւ թե հետո անդադ ստորացվել եմ բարոյական առումով թեկուզ մի խոսքից, թեկուզ մի բառից, որովհետեւ դիմացինը չգիտեր, որ ինքը օրենք է խախտում, որովհետեւ չկար այդ օրենքը, օրենք չկար, որ ասեր դու պիտի բարոյական խնդիրներ լուծես եւ մյուսի արժանապատվությանը չկապնես։ Հասկանում եք, ավելին ասեմ, ամբողջ մի ժամանակաշրջան ապրեցինք վերջին 20 տարում, որը ինձ անընդհատ հիշեցնում էր խորհրդային միության ժամանակ են դրուժինաների ժամանակաշրջանը, դրուժինիկները, երբ որ դրուժինիկը իրավունք ուներ
քացով ման գալու ցանկացած մարդու հոգու վրայով։ Հոգու վրայով եւ ոչ թե մարմնի։ Ինք չէր հասկանում մեր վիրավորում։ Այս վերջին 25 տարում ցանկացած քննիչ, ցանկացած ոստիկան, ցանկացած պաշտոնյա, ցանկացած ԺԿ աշխատող, ցանկացած լույսի մարդ, ցանկացած գազի մարդ իր մեջ զգում էր դիմացինին վիրավորելու իրավունքի եւ այդ իրավունքը ի կատար ածելու իրավունք, բայց չէ որ այդ մարդը հայ է։ Հիմա ես ուզում եմ, որ այս համանadrության մանավանդ սկսվում է արժանապատվության խնդիրների հետ կապված, որ մարդու արժանապատվությունը պետք չէ տրվել։ Շատ դուրս եկավ էլի այդ օրենք։ Շատ հավատացնում եմ դες։ Տեսնենք, դա աստված լավ լինի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը սա երկրի հարցի ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի մշակութաբան Սամվել Շահինյանի հետ, լավ մնացեք։